Գերաշնոր Սրբազան հայր, Հոհիտա բյուրոյի ներկայացուցիչ, Հոհիտա Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պարոն քաղաքապետ, նախկին նախարարներ եւ Զեյթլյան ու Կոլանջյան ընտանիքներու հարազատներ, սիրելի ընկերներ եւ ընկերուհիներ, բարեկամներ ու բարեկամուհիներ, 22 նոյեմբեր 1984-ին մինչև 23 ապրիլ 1985 ուղիղ 5 ամսման ընթացքին ղեկավարության մագարտակին վրա դաշնակցությունը գործընծուց 3 սարկիստներ 22 նոյեմբեր 1984-ին Սիրտի կաթվածի հետևանքով մահացավ Հոհիտա բյուրոյի անդամ եւ Հոհիտա երիտասարդական գրասենյակի պատասխանատու ընկեր Սակո Սարգսյանը 23 ապրիլ 1985-ին սպանվեցավ Լիբանանի դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ եւ պատասխանատու ընկեր Սարգիս Ազնավուրյանը իսկ 24 մարտ 1985-ին արևանքվեցավ Հոհիտա բյուրոյի անդամ Աստակ Շաբաթօրյակ Թրոշակի պատասխանատու խմբակիր Հոհիտա Մամլոթիվանի ներկայացուցիչ ընկեր Սարգիս Զեյթլյանը 3 քնալ կորձի, հավատքի եւ զոհողության մարմնացում էին, որոնք իրենց կարգին զանգվածները կմղեին կորձի, հավատքի եւ զոհողության 5 ամսվան ընթացքին թանկագին զոհեր, անթարմանելի գորուստ, ոչ միայն դաշնակցության, այլև ամբողջ հայության։ Դժվար է խոսիլ կամ գրել Սարգիս Զեյթլյանի մասին, որովհետև բազմակողմանի եւ ընդարձակ է անոր գործունեությունը ամբողջական արժևորում գադերելու համար անոր վաստակին։ Մեկ մարդու մեջ դժվար է խտացնել նվիրյալ ուսուցիչ մանկավարժը, անզուգական հրաբարակագիր խմբակիրը, հերադես քաղաքագետը, չղուտ հրեդորը, ներհուն գաղափարախոսը, դեսապանը, պատրաստված եւ խիզախ մտավորականը, ինչպես նաեւ անմրցելի կազմակերպող ղեկավարը ու գրեթե բոլորի մեջալ դաղանթավոր առավել նկարակիրով ուժեղ մարդը սկզբունքի դեր անհատականությունը ծառայասեր դեսլաբաշտ եւ ժողովրդագետրոն ղեկավարը Սարգիս Զեյթլյան հորովայնե ղեկավար ծնած էր Երուսաղեմի ժառանգավորած վարժարանի մեջ թերուսանող փորձեց հիմնել դաշնակցական պատանեկան միություն Ջեմարանի մեջ դժվար հարցի դիմաց իր դասընկերներ իրեն գնային այդ հարցի լուծման համար Եգիպտոսի մեջ Սիլվա Գաբուդիկյանին հագաջարեց որովհետև բանաստեղծուհին սխալ վերակրում կատարած էր մեր ծնողներու հասցեին Անջարի մեջ կազմակերպեց դպրոցը որակ տվավանոր եւ բացրացույց զայնեգրոտական մագարտակի իբրև հերթաբա երկաթի պես ղեկավարեց Կարմիրներ կոմիտեն գասեցուց անարդարություններն ու անաչառությունները պայքարեցավ բոլոր շահագործումներուն եւ վերջ դրավ քյուղի բոլոր մաֆիաներուն իբրև կենտրոնական կոմիտեի հերթաբա խիստ պայքար մղեց գաշարագերության, քողության եւ անկարգապահության թեմ թանագի պես վերջ դրավ այն մարդոց զայմներուն որ գխանկարին բուրջ համուդի հայության հանգիստը 1972-ի երեսփոխանական ընտրություններուն դաշնակցության ապահովեց 5 հայ երեսփոխաններ բացրացնելով քաղաքական գշիրը մեր գազམ-ագերբության
Հոհիտա բյուրոյի անդամակցությամբ ընկեր Սարգիս Զետլյան հաստատեց մամլոդիվան այժմիականացուց Հոհիտա ծրագիրը, պատրաստեց Հոհիտա ռազմավարությունը, եղավ պատասխանատու խմբակիր դաշնակցության պաշտոնաթերթին, զարգացուց համակարգային կառույցները, կազմակերպական առաքելությամբ այցելեց գրեթե մեր բոլոր քաղաքները, Լիբանանի քաղաքացիական գրիվներուն նույնացավ կենտրոնական կոմիտեին հետ եւ օր-օրին հետևեցավ մարդական եւ քաղաքական վերիվայրումներուն։ Նախանցախնդիր եղավ Հոհիտա երիտասարդական միություններու առաջացման։ Զետլյան ուներ կազմակերպական ղեկավարական ինքնատիպ ոճ։ Ղեկավար էր, տեսակետ ուներ, գիտեր ինչպես որոշում տալ, ինչու որոշել եւ ինչով որոշել։ Դաշնակցության մեջ գսերան մարմինները չեն ստեղծված իշխելու, այլ միան ծառայելու հայ ժողովրդին եւ դաշնակցության։ Ղեկավարել իրեն համար կնշանակի ընտրել, to choose, ընտրել լավագույն միջոցը ընդհանրական նպատակի եւ հասարակական շահերու նվաճման համար։ Դաշնակցությունը անձերու կուսակցություն չէ գսեր, որովհետև անոնք ինքնստիկյան արժեքներ չեն, կարևորը դաշնակցությունն է իր հավաքական ամբողջության մեջ։ Այդպես է, որ դաշնակցության մեջ շեֆեր ու բոսեր գոյություն չունին, այլ մի անգամ պատասխանատուներ միշտ պատրաստ նվիրումի եւ անձնազոհության։ Այս իմաստով դաշնակցության մեջ բեք չէ գոյություն ունենան անձերու թեգուզ ղեկավար թիրքերու վրա գսեր ցուցական փարապանանք կամ անոնց պաշտամունքը, որովհետև դաշնակցության ուժը կգտնվի իր հավաքականության մեջ, որում պետք է ծառայել եւ միշտ պետք է ծառայել։ Իր գործակիցները կվկայեն, որ Զետլյան ուժեղ բայկար մղած է կենտրոնական կոմիտե ընտրվելու համար, սակայն ընտրվելի յետ հավասար աչքով նայած է բոլոր գոմնաջագատներուն եւ բոլոր ընկերներուն։ Այս կեցվածքին շնորհիվ է, որ կենտրոնական կոմիտեն ունեցած է անխտրական մոդեցում բոլորին նկատմամբ եւ գիրարգած է մեկ չափ մեկ գշրի սկզբունքը։ Ահա թե ինչպես կենտրոնական կոմիտեն Սարգիս Զետլյանի հերթապահության օրերուն ունեցավ շատ փեղուն գործունեություն։ Կենտրոնական կոմիտեի այդ տարիները 1969-ին 1972 ինձի համար ոսկետարն է Լիբանանի դաշնակցության կենտրոնական կոմիտեներում մեջ։ Զետլյան ամեն բանը առաջ կուզեր եւ գնպատակադրեր քաղաքական հիմք տալ դաշնակցության, գազམ་ագերբությունը գազམ་ագերբության վերածել, լայն հորիզոն գուզեր տալ ընկերներուն, լրացնել անոնց հորիզոնը։ Մեր ընկերները թաղված էին իրենց դեղայնական հարցերում մեջ եւ իրենց քիթեն անտին չէին տեսներ։ Գսպաղին երկրորդական եւ շատ մասնակի հարցերով Զետլյան հիմնովին հեղաշրջեց այս մտածողությունը եւ լայնցուց անաշխատեցավ, որ անոնց հետաքրքրությունը լար հայտադը, Հայաստանը, հայությունը ամբողջության մեջ։ Շարժման մեջ դրավ մինչ այդ գնացած ուժերը, հայտնաբերեց կարողություններ, վերավ նորություններ մանավանդ հայտադի մարդավարության մեջ, անկիդեր ոչսել մեր ճահճացած ընկերության։ Կենտրոնական կոմիտեի հերթապահի բարդականության վրա երբեք միանձնյա չաշխատեցավ եւ իրեն ուղեցույց ունեցավ դաշնակցության կանոնակիրը, որոնց հիմքը ժողովրդավարությունն է։ Իսկ ժողովրդավարությունը կպահանջի, որ գոյություն ունենան տարբեր տեսակետներ, սակայն առանց հանգելու իրարամեջ քարացած խմբավորումներու
գոմ նաջագատներու, որոնք հագոտնյա են տաշնակցության ընկերական ոգիին կամ տաշնակցականության։ Կենտրոնական կոմիտեն զանազան հարցերու առնչությամբ խորհրդակցական ժողովներու գհրավիրեր մտավորական եւ փորձառու ընկերները։ Սարգիս Ջեքլյան գուզեր, որ ընկերները առավելագույն չափով մասնակից դառնան գուսակցական աշխատանքին եւ իրենց տեսակետը տան կենտրոնական կոմիտեի որոշումներուն կամ առնելիք հարցերու մասին։ Ասիկա ուրիշ բան չէր, եթե ոչ անգլերեն բառով brainstorming-ի թրությունը, որ կգիրարգեն հաջող ղեկավարներու կողմէ, որ գահավատան հավաքական ղեկավարության եւ աշխատին այդպես։ Կենտրոնական կոմիտեն նույնը գներ նաեւ կոմիտեներուն հետ անիգա եւ հատկապես Սարգիս Ջեքլյան բացատրություն կբանջեր անոնց գործունեության մասին, անգսիրեր այս հանդիպումները եւ զրույցները, իբրև հերթաբար գտելաթեր կոմիտեներուն, որ իրենք զիրեն կլան, ամբողջական պատասխանատվությունը ստանցնեն եւ դերը լան իրեն չրջանին, զարայացիրությամբ եւ ոչ թե ԽԶԲ-ի թրությամբ։ ԽԶԲ-ն կրժադումն է խնամի ծանոթ բարեկամին։ Անգթելաթրեր, որ կոմիտեները արժեցնեն իրենց գործը եւ բարդավորությունները, ինչպես նաեւ հեղինակություն շահին իրենց վարմունքին շնորհիվ։ Ջեքլյան խոր պաշտամունք ուներ Քրիստոֆոր Միքայելյանի հանդեպ։ Բազմաթիվ հոդվածներով գտեսներ ազգմիականությունը Քրիստոֆորի մտածումներուն, հատկապես գա հաստատումը, որ գներշնչեր զինք շատ։ Քրիստոֆոր գսեր, գուսակցությունն է ժողովրդին համար եւ ոչ թե ժողովուրդը գուսակցության համար։ Արդարև Սարգիս Ջեքլյան ժողովրդագետրոն էր, իրեն համար տաշնակցությունը իր ժողովրդին սպասավորն է, միջոց է, ճանապարհ է, նպատակ չէ, հակառականոր, որ ամբողջ քաղաքական մեծ իդեալիմը չահագիրն է, բայց այդ իդեալն այնքան իր իդեալը չէ, այլ իր ժողովրդին իդեալն է, եւ ճիշտ ադոր համար է, որ իր իդեալն է։ Ջեքլյան տաշնակցական դպրոցի մեջ հիմնեց իր դասարանը, որուն դրան վրա ինք անցամ փորակրեց հայկական արևելում բարձրականդակը, հրեղեն արձանագրություն մարտարև, ավելի բարձրացված բարերով մեկնաբանությամբ Ջեքլյան գսե արևելյան հայկական արևելումով, եթե Միացյալ Նահանգներու համար բոլոր ջամփաները Վաշինգտոն գտանին, եթե Ռուսաստանի համար բոլոր ջամփաները Մոսկվա գարաչնորդեն, եթե Անգլիո կամ Ֆրանսայի կամ Գերմանիո ջամփաները Լոնդոն, Փարիզ կամ Բերլին գտանին, այն ադեն մեզի համար բոլոր ջամփաները Երևան գտանին։ Հայկական արևելումը ուրիշ բան չէր, եթե ոչ Հայաստանը նկատել ամեն բանը վեր։ Ով գրնա մորնալ մայիս 28-ի արդիվ իր արդասանած մեկ ջարը, որում մի բանին արմենիզմն էր, այդ օրերուն շատեր ասկային մորերանտություն դեսան այս ջարի մեջ, ուրիշներ ասկայնամոլություն, այո, Ջեքլյանը հայրենաբաշտ էր, հայրենամոլ ըլլալու ասիջան, ասկայնաբաշտ էր, ասկայնամոլ ըլլալու ասիջան, հավանաբար ավելին էր Ջեքլյան, խմբակրականի մեջ ան վկայության կգանչեր ֆրանսացի մեծ բաստապաններեն Միշլեի հետևյալ խոսքը, այն օրը, երբ Ֆրանսա իր զավակները գավակի իր շուրջ, եւ անոնց Ֆրանսան գավանտե իբրև թավանություն եւ գրոն, այն օրը ան վերստին ինձին կսկա գենսունակ ու ամուր, ինչպես եգրակունտը, այսինքն անգսեր,
այն օրը, երբ Հայաստան իր զավակները գահավակի իր շուրջ եւ անոնց Հայաստանը գավանտի իբրև թավանություն եւ գրոն, այն օրը անվերստին ինքզին կսկա գենսունակ ու ամուր ինչպես երկրակունտը։ Մեկ խոսքով Հայաստանը թավանություն եւ գրոն ասկա գրնա զայրահեղ նկատվիլ շատերու համար, բայց Զեյթլյան այս խոսքի մեջ ասկայնամոլություն չեր տեսներ, ոչ ալ ասկային ներմուծության եւ սահմանափակության ամեն դրամատրություն, ընդհակառակը անոր մեջ կտեսներ դասերագության ռազմագիտական խոր նշանակություն, հատկապես աշխարհի այնպիսի դրվածքի մեջ, որ կնպատակադրե խորտակել ազգի գաղափարը եւ ազգային արժեքները, ազգայնացման եւ հայրենացման արժեքները անհատականապաշտականության գեղձ եւ ապագանիչ խոսքերով։ Զեյթլյան կհաստատե, որ հայկական գազագերբություններու ցախողության գլխավոր պատճառը մեր անհատապաշտությունն է, ախտակին վիճակը, եսամոլ եւ այլամերժ վարքագիծը, թե իբրև ոգի եւ թե իբրև կորձելագերբ։ Հանրային կորձունեության մեջ կսեան մեր գազագերբությունները, միություններն ու հաստատությունները, թե աշխարհական եւ թե գեղերական մագարտակներու վրա գվերածվին մարմիններու, որոնք իրենց կարգին անցերու, այսինքն գվերանան հավաքական աշխատանքը եւ հավաքական պատասխանատվությունը, գդիրաբեդե անիշխանական հոգեբանությունը, իրարու հետ կշփոթվին անհատի եւ գազագերբությունը, անձնական շահեր կկերատասվին հավաքական նպատակներեն, որոնք կստորաթասվին, գբաքսին հավատքը եւ անշահախնդիր ծառայության ըսկացումը եւ սխալ գմեկնաբանվի ղեկավարության ըմբռնումը։ Այս բոլորը պատճառ կլան, որ ընդհանուր գործը դգարանա եւ երկրորդական նշանակություն ունենա։ Այս բացասական գործելարգերբին հետևանքով է, որ գրեթե մեր բոլոր գազագերբություններն ու մարմինները հմայաթափ կլան, գամլանան իրենց կենսական թերի մեջ, առանցին կմնան թե մարմինները եւ թե պատասխանատուները եւ բոլորը մեկ կսլանկանան թե իբրև ղեկավարություն եւ թե իբրև հանրային գործունեություն։ Իսկ այս անփախցալի գացության գլխավոր պատասխանատուն գքրե Զեյթլյան, ինչու բարերը զամզմենք գսեան, ասոնց պատասխանատուն կորզաթիր իշխանություններն են, ղեկավարությունն է առավելապար, այսինքն ավելի քիդագից եւ հասուն խավը ընկերային մեր կյանքին, ղեկավարման ու կորզելագերբի թուրին փորնումներու եւ սխալ վարքագիծի իբրև հետևանք։ Երբ այս դողերը գկրեր ընկեր Զեյթլյան, հոհիտա բյուրոյի անդամ էր։ Զեյթլյան միան խոսք չէր, ավելի եւ ավելի կորզ էր, իբրև պատասխանատու ղեկավար տաշնակցական բոլոր մարմիններում մեջ գոմիտե, գետրոնական գոմիտե կամ բյուրո անձարայեց անսագարկ ոգիով եւ իր անձինդ մեջ են զարայության օրոնյակ եղավ մեզի։ Զեյթլյան ինձինք միշտ տրավ օրենքին դակ ենթակա տաշնակցության կանոնակրին, չբարդատրեց ինձինք, բայց բարդատրեց կանոնակիրը, բարդատրեց օրինական որոշումները ներտաշնակ գործունեությանի խնդիր։ Իբրև ղեկավար կորձեց նվիրումով, իշխանությունը չգետրոնացուց իր անձին վեճ, այլ նորանոր կորձագիցներ ուզեց պատրաստել անոնց հետ բաժնելով անցագարկ նվիրում եւ սկզբունք ունենալով աշխատանքի բաժանումը հավաքական գործունեությամբ, հավաքական հանձնառության եւ հավաքական պատասխանատվությանի խնդիր, որպեսզի արդյունավորվի հանրային աշխատանքը։ Իր գործագիցներուն եւ իրեն հետ աշխատողներուն վկայությամբ վստահեցավ անոնց եւ վստահություն ներշնչեց կազմակերպության եւ անոր ընդհանրական նպատակներուն, ինչպես նաեւ փարոյական
եւ քաղաքական նկարակիրին հանդեպ հին թե նորահաս դարերում մեջ մրցակիցներ չտեսավ, այլանոց մեջ չանած փնտրել իր քաղաքական կորզագիցներն ու լծագիցները հավաքական ղեկավարություն պատրաստելու համար։ Փարոյական քաջություն ունեցավ փած սիրտ քննադատություն ընելու, ինչպես նաև փած սիրտ քննադատություն ընդունելու։ Քննադատեց, այո, բայց քննադատեց գառուցողական եւ թրական մոդեցումներով եւ ոչ երբեք սխալողին անձը գործանելու կամ չեզոքացնելու դիտումով։ Իբրև հիմնական սկզբունք երբեք մտահան չրավ, որ գազམ་ագերբությունը գործե անձերու եւ մարմիններու միջոցով հավաքական նպատակներու առավելագույն արդյունավորման համար։ Աշխատեցավ, որ ճիշտ մարդը ճիշտ տեղը լա եւ ճիշտ ժամանակին հավաքական շարժման մեջ լալու նպատակով։ Օրնիփուն աշխատեցավ եւ աշխատուց շուրջինները, ներշնչեց ու ներշնչվեցավ եւ ներշնչեց իր կորզագիցները, հավատալով հավատաց իր հավատքին եւ այդ հավատքին ուժով ուզեց ներշնչել իր աշխատագիցներն ու հավաքականությունը, մանավանդ երիտասարդությունը։ Զետլյանի քրարումներեն, մտածումներեն շատ հստակ կհասկանանք, որ հավաքական ղեկավարությունն է փանալին ներքին գազམ་ագերբական հարցերուն, որոնց լուծումով հարաբերաբար թյուրին է բացվիլ արտաքին աշխարհին, իբրև մեկ սիրտ, մեկ հոգի։ Հավաքական ղեկավարությունն է ալֆան եւ օմեգան մեր աշխատանքներով հաջողության, բսակման, հերու, եսամոլ եւ եսագետրոն դրամատրություններ են։ Սարգիս Զետլյան բացարձակորեն անհատաբաշտ եսամոլ կամ եսագետրոն չէր, երբեք չգործեց ինձ մեծ չրհեղեղի մտածելակերպով, իր ես երբեք նժարի վրա չտրավ հավաքական գործունեության ադեն, մորցավ իր ընտանիքն անգամ ու գրնանք հաստատել անվարան, որ Սարգիս Զետլյան խորապես գահավատար հավաքական աշխատանքին եւ հավաքական ղեկավարության։ Ղեկավար էր ընկեր Սարգիս Զետլյանը, լավ գհիշեմ Լիբանանի քաղաքացիական գրիվներու հարաբերական խաղաղության օրերուն էր։ Ընկեր Զետլյանը ազատամարտ անկում հրավիրված էր ժողովրդին հետ հանդիպում ունենալու։ Երդասարդը ներկաներեն գրքոտ ծևով քննադատեց մեր գուսակցություններու ղեկավարները, որ գխոսին բայց չեն գործեր։ Զետլյան իրեն հատուկ փիլիսոփայական ժպիտով, որում մեջ էր բաքսեր առանց վիրավորանքի հեգնանքը, պատասխանեց. ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարության եւ փոխադարձաբար ամեն ղեկավարություն կամ իշխանություն արժանի է պետք է լա իր ժողովրդին։ Ժողովուրդը արժանի է անշուշտ միայն այն ղեկավարության զորին կստեղծե եւ բաշտոնի կգոչե համացայն իր գամքին եւ փախստանքներուն։ Մյուս կողմը իր ժողովրդին արժանի ղեկավարությունը միայն այն ղեկավարությունն է, որ ծնունդ կառներ ժողովրդի զոցեն, իբրև հարազատ ու գենտանի արդահայտիչը անոր գամքին ու ազնվական ցկտումներուն։ Եվ այն օրը, երբ ժողովուրդ եւ ղեկավարություն գտածին իրար հասկանալի եւ գսկսին դարբեր լեզվով իրարու խոսիլ, իրարու հետ խոսիլ, կնշանակե ցախողած են թե մեկը եւ թե մյուսը հավասարապես։ Ցախողած է մասնավորապես եւ առավելաբար ղեկավարությունը, որովհետեւ ժողովուրդը միշտ իրավունք ունի, որովհետեւ ժողովուրդը շատ ավելի առողջ փնաստով ու հոդարությամբ եւ շատ ավելի լայն իմաստությամբ օժտված է, քան ինքը ղեկավարությունը։ Երիտասարդը այլևս ըսելիք չուներ։ Սիրելի ընկերներ եւ բարեկամներ, մեր պատմության մեծակույն բարդությունները մեկը գրեցինք մենք 2020-ին Արցախի մեջ։
մեր պատմությունը արդեն ավելի շատ բարդություններու շարք է, քան հաղթանակներու։ Բայց բարդություն կա եւ բարդություն կա։ Այստեղ իբրև հուշարար օգնության գահասի Սարգիս Զետլյանը, որ կբացատրե ֆիզիկական բայկարի բարդությունը եւ քաղաքական բայկարի բարդությունը։ Անգսե ֆիզիկական բայկարի մեջ բարդվել թեր ամեն ինչ գործընծնել չի նշանակեր։ Ֆիզիկապես բարդվելով հանդես խնդրո առարգասկը կամ գուսակցությունը գրնա թեր ոտքի մնալ հոգեբես եւ քաղաքապարականորեն ավելին ֆիզիկապես բարդվելով հանդես գրնա մինչև ის հաղթական դուրս գալ իր քաղաքապարականին կամ քաղաքապարներուն անողոք ասեցության եւ դիրաբիդության դակ առնելով հագարագորտը հոգեբես զայն զինաթափելով եւ այդ իսկ ջամփով չեզոքացնելով նաեւ ֆիզիկապես մինչ քաղաքապարական բայկարի մեջ բարդվել կնշանակե վրա դալ ամեն ինչ կնշանակե գրտնագի բարդություն գրել ինչ կնշանակե գրտնագի բարդություն գրել թե հոգեգան եւ թե ֆիզիկական բարդություն որովհետեւ քաղաքապարականորեն բարդված ասկը կամ գուսակցությունը չի գրնար ոտքի մնալ ֆիզիկապես քաղաքապարական բարդութենեն անբաժանելի է ֆիզիկական բարդությունը մինչ ֆիզիկական բարդութենեն հետ քաղաքապարական բարդությունը այսինքն ոգեկան հզորակին քայքայումը անխուսափելի չէ մենք ֆիզիկապես բարդվեցանք Արցախի մեջ անգեգետ հստակ աշխատանք կա դգարացնելու մեր քաղաքապարական ուժը եւ խորդագելու զայն սակայն երբ գործվի քաղաքապարականությունը դժվար գլա այլևս զանազանել իրավը սուդեն իրականը երևակայացնեն ճշմարտությունը խաբեբայութենեն հայրենի քրող Մերուժան Դերկուլանյան գանտրատարնա դրտած ջարդարաբիդին գլուխ կորզոցներեն անիի դաջարի քանտումին եւ գսե անիի դաջարին կմպետը կգանքներ 36 սյուներու վրա սյուներեն յուրաքանչյուրը ըսած է ինքն իրեն որ առանց ինձի թեր 35 սյուն կա հետևաբար դաջարը գրնա դագավին գանքում մնալ բայց որովհետև յուրաքանչյուր սյուն ըսած է առանց ինձի թեր 35 սյուն կա անի դաջարի կմպետը փուլ եկած է եթե սյուներեն յուրաքանչյուրը այդպես չսեր այն ադեմ ոչ օդարը ոչ տշտամին գրնային խորդագել զայն սիրելի ներկաներ կգարձեմ որ հայրենի քրողին պատկամը հստակ է հայությունը այսօր կհաշվի 10 միլիոն հոգի եւ հարյուրավոր միություններ եթե այդ միություններն յուրաքանչյուրը ըսե առանց ինձի մնացյալները կան ինչ որ բարական է այսօր դժբախտաբար կամ յուրաքանչյուր քաղուտ յուրաքանչյուր գազագերբություն ըսե առանց ինձի մնացյալ քաղուտները գազագերբությունները կան հայության կմպետը գփելի հայությունը կդգարանա ասկովին իսկ մեր աշխատանքները կդառնան աբարթյուն Զետլյան գսե մեզի մեծ է մեզ մեր յուրաքանչյուրին պատասխանատվությունը անհատական թե հավաքական մեր վերապերումն ու վճիրը հայ ժողովրդի պատմության այս ծանրագշիր փոլին ոչ ոք գսե Զետլյան ոչ մեկ հայ գրնա խուսափիլ իր բաժին պատասխանատվութենեն ամեն միություն ամեն գազագերբություն ամեն մարմին հավասարապես պատասխանատու է հավաքական ճակատագրի նկատմամբ ավելին մեր բոլոր ջիքերը բոլոր միջոցները մեր ցեղային փոխանցակ դաղանտն ու ստեղծագործ ուժականությունը իսպաս տնել հավաքական վերագանքնումին հավաքական վերագազմագերբումին ու հավաքական ամրապնդումին հայության բոլոր հարազատ ու հավատավոր զավակներուն անխդիր
Զետլյանը արևանքողները հավանաբար ավելի լավ գճանչնային զինք կամ մենք, կամ ավելի լավ ուսումնասիրած էին զինք, քան մենք, արդարև Սարգիս Զետլյանը հաջորդ ունեցավ, բայց փոխարինող չեղավ։ Մեծ տարբերություն կա հաջորդի և փոխարինողի միջև։ Փոխարինողը հաջորդող է, բայց հաջորդողը փոխարինող չէ։ Զետլյան եղավ այն ղեկավարը, որուն անհետացումը մեծ բարապցկեց մեր իրականության մեջ։ Բարապությունը, որ կարելի չեղավ լեցնել 4 տասնամյակի ի վեր։ Անշուշտ կուսակցությունը կանգ չառավ Զետլյանի անհետացումով։ Նորեն գործեց, նորեն շարժումի մեջ եղավ, բայց Զետլյանը կարելի չէ ունենալ մեկ օրեն մյուսը, որովհետև անանցած էր սերունդներու մեջ են, որոնց մեջ յուրաքանչյուր արժեք մներ ինքնին, մտաբաշխարով, քաղաքապետությամբ և փորձառությամբ։ Զետլյան յուրացուց այդ բոլորը և շատ բան ավելցուց այդ դրամագլուխին վրա։ Զետլյան զորացուց մեր մեջ զարայասիրության ոգին, քաղաքապետությունը, խիզախությունը, բաներ են ասոնք, որոնց ցկած բարապը կարելի չէ լեցնել ամիջապես։ Գես ցկած գործը կարելի չէ թյուրությամբ ամբողջացնել և լրացնել, և աղետը հոն է, որս երևույթին միջոց հալ չունենք պաշտպանվելու հակառակ եղած բոլոր փորձերուն։ Օդարներուն համար այս հարցի թարմանում հարաբերաբար ավելի թյուրին է, քան մեր բարակային։ Մեր մեջ սերունդները կհաջորդեն իրարու և հաճախ անդեղյակ կլան իրենց նախորդներու իրագործումներուն և գես ցկած գործին։ Ով պիտի նախացերնե այս աշխատանքին։ Մեր առօրյան այնքան լեցուն է այլազան մտահոգություններով, ինչպես նաև երկրորդական և չորրորդական մանրամասնություններով, որ մարդուժի մասին չենք իսկ մտածեր։ Բայց ես կհավատամ, որ Քրիստոսացած Աստվածը և Աստվածացած դաշնակցությունը միասնաբար մեր ժողովրդի ծոցեն պիտի ստեղծեն նոր Զետլյանները։ Զետլյանը արևանքողները դարին ինչ որ քնայուն էր անոր մեջ, ինչ որ նաև բոլորիս բարակային ենթակա է բնության անողոք օրենքներուն։ Սիմոն Վրացյանի մահվան թամփանախոսներեն Քարեքին եպիսկոպոս Սարգսյան հետագային կաթողիկոս այլ բաներու գարքին ըսավ. «Քնած Սիմոնը, մնաց Վրացյանը»։ Մեր գարքին գսենք արևանքողները դարին Սարգիսը, բայց մնաց Զետլյանը, մնաց իր գործը։ Միթե կարելի է թաղել ջարակայթը, ինչպես պիտի սեր հանջարեղ բանաստեղծը շուրջ 160 տարի առաջ։ Միթե կարելի է արևանքել Զետլյան ջարակայթը։ Ֆրանսացի քրակետ Ալֆոնս Տոտեկը հաստատե մարդը կանհետանա և գործերը միան արիտ կուտան անոր վրա խոսելու, այնադեն անհատը կչնչվի և գործն է, որ կնահատել կուտա գործողին արժենիքը։ Ուրեմն մեզի կմնա գիտնալ Զետլյանի գործը, որ ինչ աստեցություն ունեցած է մեր ժողովրդին, միտքին ու սիրտին վրա ամեն տեսակետով։ Քանի ակնարկությունը ռինք Սիմոն Վրացյանին մեզ մե երեցները, թեև այլևս մենք ալ երեցենք, ավելի պիտի հիշեմ վստահաբար, որ ան 60-70 տարի առաջ հոտվածոմը գզկուշացներ հայությունը և դաշնակցությունը մեծ վտանգեմը։ Հոտվածի խորակիրն է Անիբալ ad portas, այսինքն Անիբալը թռներուն է։ Այս տևավոր խոսքին շարժարիթը այն է, որ Քրիստոսի առաջին թարուն Հռոմը պաշարված էր Գարթակենի զորավար Անիբալի կողմէ, որ կնպատակադրեր գործանել Հռոմը։ Երկար թարերը ի վեր Հռոմը պատերազմի մեջ էր Գարթակենի դեմ, որի զինվորական և արևդրական մրցակիցն էր, և հիմա Հանիբալը եկած էր գործանելու Հռոմը։
հին աշխարհի նշանավոր ջարախոսներեն Գիգերոնը ջարի մեջ ըսավ այլ բաներու գարկին, Հանիբալը թռներուն է, այնքան դպավորիչ կերպով ըսավ այս գոչը, որ մեկ կողմ թրին հռոմայացիներ իրենց իշխանության պայքարները միացան եւ համընդհանուր զորքով հաղթեցին Անիբալի, որ պատմության մեջ կնկատվի աշխարհի զորավորակույն հրամանատարներին եւ ռազմակետներեն մեկը։ Անիբալ Ատպորտաս, այսինքն հայրենիքը վտանգի տակ է, իսկ հին աշխարհի մեջ, երբ հայրենիքը վտանգի մատնվեր, ճակատ ղրգվող զինվորին ուղված քերակույն հայրենասիրության եւ քերազանց կարգապահության ամենեն վսեմ պատկամը այս էր՝ վահանով կամ վահանի վրա, այսինքն ճակատ ղրգվող զինվորը գերտար իր վահանով նահատակվելու բարակային իր ընկերները անոր իսկ թիագը վահանին վրա կբերեին, նահատակվելու բարակային իր ընկերները կբերեին վահանով դեպի տուն։ Անիբալ Ատպորտաս, Անիբալը թռներուն է, եւ երբ ազգը վտանգի տակ է, հայրենիքը վտանգի տակ է, վտանգի տակ է մեր գոյությունն իսկ, չմոռնանք եւ միշտ հիշենք պատմության, նաեւ հայոց պատմության գենարար պատկամը, վահանով կամ վահանի վրա։ Սիրելի բարեկամներ եւ ընկերներ, Սարգիս Ջետլյան 40 տարի առաջ գնաց վահանով եւ հոգեգան մտային ամբողջ վաստակով վերադարձավ վահանի վրա։ Այդ հոգեգան ու մտային աշխարհեն, առավել եւս անթենական աշխարհեն 40 տարի է վեր անիր փամ ցայնով մեզի կպատկանե։ Ես կլսեմ անոր ցայնը, դուք ալ ինձ հետ կլսեք անոր ցայնը, որ գսե Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամեն բան է վեր։